այս բանը։ Նույնականացման քարտը ներկայացրեցիք, ես հիմա դա կջնջեմ, ինձ մոտ որ ներկայացրել եք, մնաց դիպլոմի կամ ատեստատի պատճենը ներկայացնեք։ Հիմնական խնդիրները դրանք կապված են թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերի հետ, տեղեկանքը այն մասին, որ ունեն ընտրվելու իրավունք։ Հիմնական բացթողումները անձնագրայինի տեղեկանք մինչ այս պահը չեն բերել մի տեղ կուսակցություններից մեկի մոտ հայերենի իմացությունը հաստատող փաստաթուղթը այլ ազգանունով էր, երևի հետագայում փոխել էր ազգանունը, մանր-մունր այդպիսի թերություններ։ Կան թեկնածուներ, որոնք չեն ներկայացրել իրենց վերջի 4 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու քաղաքացիություն ունենալու այդ տեղեկանքը, որը տալիս է լիազոր մարմինը։ Տեխնիկական խնդիրները բավականին շատ են, հիմա փորձում ենք ամեն մի կուսակցության փաստաթղթերը նայելով բարբերաբար կապի մեջ ենք լիազոր ներկայացուցիչների հետ, իրենք գալիս են մեզ մոտ, մենք քննարկում ենք, զանգահարում ենք, այսինքն ամբողջ օրը մենք իրենց հետ կապի մեջ ենք, որպեսզի բերեն համալրեն այն պակաս փաստաթղթերը, որոնք կան, կամ որոնք որ փոփոխման ենթակա են փոխել։ Կային կուսակցություններ, որոնք չէին ներկայացրել կանոնադրություն, այլ կանոնադրության պատճեն էին ներկայացրել, քանի որ ընտրական օրենսգիրքը պահանջում է կանոնադրության բնօրինակը, ասում է կանոնադրություն, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրում է կանոնադրությունը, օրինակ պարզելու համար թե արդյոք հենց այդ մարմինն է մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության, որը ներկայացրել է առաջադրման վերաբերյալ որոշում։ Հարգելի գործընկերներ, վաղը ժամը 4-ին մենք արտահերթ նիստ պիտի անենք, որպեսզի 40 ժամերը տրամադրենք, որպեսզի ամսի 2-ի աշխատանքային օրվա վերջին արդեն իրանք հնարավորություն ունենան, բոլորը հնարավորություն ունենան իրենց փաստաթղթերը լրացնեն։ Եվ մենք էլ հնարավորություն ունենք, որ ամսի 3-ի առավոտյան ժամը 10-ին արդեն գնացման նիստը սկսենք։